438 միլիոն դրամի դիմաց։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ֆինանսական մասով ուզում եմ իմանալ պատգամավորները հարցեր ունեն, թե ոչ։ Խնդրեմ, պարոն Աղազյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, մի հարց ունեմ, հետևյալն է, 24 թվականին հնա հարկեր հարաբերակցությունը էապես նվազել է 23 թվականի համեմատությամբ։ Մյուս կողմից մենք թիրախ ունենք մինչև 26 թվականը։ Դուք ինչ եք կարծում որպես նախարար, այդ թիրախը կապահովենք այս մեկ տարվա ընթացքում։ Պարոն Աղազարյան, նվազում եղել է, այո, որը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքային որոշակի փոփոխություններով, որովհետև արտահանման ոլորտում էական ավելացումներ ենք ունեցել եւ արտահանման ոլորտը այդքան հարգունակ չի։ Մենք իհարկե թիրախ ունենք եւ կարծում եմ, որ մենք եթե չհասնենք, ապա ընդհուպ կմոտենանք այդ թիրախին։ Մեր կանխատեսումներով 26 թվականի արդյունքներով կարծում եմ կունենանք 25%-ին մոտ 25% հարկեր հնա հարաբերակցություն։ Սա էական հարց է եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այն հանգամանքը, որ մենք ամեն գնով չենք փորձել մեր թիրախին հասնել, որը կարծում եմ բացասաբար կանդրադառնար մեր տնտեսվարողների գործունեության վրա, մենք չենք փորձել խաթարել տնտեսական միջավայրը եւ էական քաղաքականության եւ վարչարարության գծով ճնշումներ չենք ստեղծել, որովհետեւ ունենք այդպիսի իրավիճակ։ Կարծում եմ դետալների մասին պետնախագահը արդեն կբացատրի, թե որ կոնկրետ որ հարկատեսակով եւ ինչ հանգամանքներով են պայմանավորված այդ նվազումները, բայց այս տարվա կատարողականն հույս է ներշնչում, որ մենք ուղղակի հետաձգված հարկային պարտավորություններ ունենք նաև շինարարության ոլորտում, որոնք կվերականգնվեն եւ մենք կվերադառնանք մեր նախագծած ուղեցրին։ Արձագանքնեք։ Պարոն Հովհաննիսյան, մի քիչ չեմ ուզում էլի համաձայնեմ ձեր պատասխանի հետ, այն մասով, որ ասում եք չենք ուզեցել ճնշել տնտեսությանը հարկերով եւ այլ, չեմ համաձայնում, որովհետեւ ճիշտ հակառակը մենք ասենք արդեն մի քանի տարիներ քաղաքականություն ենք փորձում իրականացնել, որպեսզի բերենք բոլորին ավելացված արժեքի հարկի տիրույթ, որը ես գտնում եմ, որ շատ ճիշտ է, եւ այդ իմաստով հիմա մեր քաղաքականությունը հենց այդպեսին է, որ որոշակի ճնշում գնում է, որը նույնպես ճիշտ է, հետեւաբար բացատրել դրանով, որ հարկեր հնարավորակցությունը փոքրացել է այն պատճառով, որ մենք ճնշում չենք գործադրում տնտեսության վրա, ես այդքան էլ համաձայն չեմ։ Միգուցե դա պայմանավորված է դրանով, պարոն Հովհաննիսյան, որ այդ որ դուք ասում եք արտահանման ժամանակ արտահանող ճյուղերը հարկունակ չեն։ Այդ չհարկունակության մեջ էական դերակատարում ուղղակի ոսկու Հայաստան գալը եւ արտահանվել է։ Միգուցե դա է պատճառ, որ հնան ավելացել է մյուս կողմից այդ կտրվածքով եւ որը հարկողունակ չի, ասինքն մեջը բան չկա, դրա համար նվազել։ Խնդրում եմ հատել արձագանքեք։ Պարոն Աղազարյան, ես ուզում եմ բարձրաբանեմ իմ ասածը, ես այո, մենք որոշակի գործողություններ իրականացրել ենք վարչարարությանը նոր գործիքներ տրամադրելու եւ այո քաղաքականության փոփոխություններ են իրականացնել, բայց դա կապ չուներ այդ նվազման հետ։ Իմ ասածը այն էր, որ երբ որ մենք տեսնում էինք, որ հարկերի հավաքագրման այն նախատեսված տեմպը չի իրականանում, մենք հավելյալ գործողություն չենք իրականացրել, այսինքն չենք գնացել հարկերի բարձրացման ճանապարհով, հավելյալ ճնշում գործադրելու ճանապարհով, որպեսզի ամեն գնով այդ հարկերը ապահովենք։ Իմ ասածը սրան էր վերաբերվում, այն ինչ որ մենք արել ենք, դա նախատեսված է եղել առանց դրա, այսինքն անկախ այդ հանգամանքից։ Ինչ վերաբերվում է հարկերի հավաքմանը, այո, ձեր նշած կոմպոնենտն էլ ազդեցություն ունեցել, բայց վստահ եմ,
պարոն Հակոբյանը մանրամասն կներկայացնի այն բոլոր գործոնները, որոնք թե դրական եւ թե բացասական առումով ազդեցություն են ունեցել։ Շնորհակալություն, այլ հարցեր ունեք պարոն Հովհաննիսյանին։ Չէ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն զեկույցի համար, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը եւ պարոն Թունյան, խնդրեմ ձեզ եմ փոխանցում խոսափողը շարունակելու։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հաջորդ զեկույցի համար հրավիրում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին։ Խնդրեմ, պարոն Հակոբյան։ Եվ խնդրում